սեղմ եք լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ինչու պետք է հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ վերցնել 16-րդ քվեաթերթիկը ու քվեարկել Խաղաղության կուսակցության քաղաքացիական պայմանագրի օգտին։ Դիցուկ Վալերան, Սլավիկը եւ Վլադիկը, ովքեր ապրում են Կալուգայում կամ Սիկտիվկարում, վերցրել են ընտրակաշարք եւ այս օրերին եկել են Հայաստան եւ որպես երկքաղաքացի մասնակցում են ընտրություններին ու քվեարկում են պատերազմի եռագլուխ կուսակցության օգտին եւ նորից հետ են վերադառնում Սիկտիվկար եւ Կալուգա։ Եվ դիցուկ դրա արդյունքում օրինակ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հաղթում է ընտրություններում եւ որպես հետևանք աշնանը սկսվում է պատերազմ։ Ինչ եք կարծում, ընտրակաշարք վերցրած Վալերան, Սլավիկը կամ Վլադիկը կգան Սիկտիվկարից եւ Կալուգայից եւ կմասնակցեն օրինակ Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի կամ Վայոց ձորի ինքնապաշտպանական մարտերին։ Վստահ չեմ, բայց վստահ եմ, որ օրինակ Վարդանը Վանաձորից, Արամը Գյումրիից, Տիգրանը Երևանից, Հակոբը Կապանից եւ մեր մյուս տղաները հաստատապես կմասնակցեն այդ պայքարին։ Եվ հետեւաբար ինչ պետք է անեն Հակոբը, Վարդանը, Արամը, Տիգրանը, մյուս տղաները, նրանց ծնողներն ու տատիկ-պապիկները։ Նրանք պետք է անեն մեկ բան։ Հունիսի 7-ին պետք է գնան ընտրական տեղամասեր, վերցնեն 16-րդ քվեաթերթիկը եւ քվեարկեն խաղաղության օգտին, մերժելով պատերազմն ու պատերազմի եռագլուխ կուսակցությանը։ Ես կուրս քաղաքից եմ։ Կուրս քաղաքից։ Որքանով է ճիշտ, դուք լավ ընտրություն անեք, օրինակ թողնեք գնաք, իսկ այսպես ապրողները դրա հետևանքները կրեն։ Նարեկ ջան, կներես, իր հետևանքը ինչ կենի, ընձի չի դար կրի։ Ընձի պետքա Սամվելը ազատության մեջ եղնի։ Լսեցիք, ընտրակաշարքով Կալուգացի Սամոյի համար Հայաստան ժամանած այս տեսակը թքած ունի Հայաստանի վրա։ Թքած ունի, թե ինչ տեղի կունենա Հայաստանի հետ, ինչ կլինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Կարևորը իրենք վերցրել են իրենց ընտրակաշարքը, եկել են Հայաստան, քվեարկելու են Սամոյի օգտին։ Մնացածը իրենց հետաքրքիր չէ, թքած ունեն ամեն ինչի վրա ու թողալու են հետ գնան։ Իսկ դրա արդյունքները քաղելու եք դուք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Իսկ սրանց նմանի դեմ պայքարելու միակ միջոցը հունիսի 7-ին ընտրատեղամաս գնալը եւ խաղաղությանը տեր կանգնելն է։ Ձեր երկրին, ձեր պետությանը տեր կանգնելն է։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ։ Եվ վստահ եմ, որ այդ օրը գալու է եւ ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ։ Սիրելի բարեկամներ, Սա 14 թիվն է, 2014 թիվը։ Եթե ճիշտ եմ հիշում, իսկ ես ճիշտ եմ հիշում, որովհետև ես միշտ եմ ճիշտ հիշում, Սերժ Սարգսյանի խմբակցության անդամներից մեկը գիտեք ով էր։ ՀՀԿ խմբակցության անդամներից մեկը։ Կալուգացի օլիգարխի հարազատ եղբայրը Կարեն Կարապետյանը։ Բա այն վաղ տենց թղթերով պատառոտման ակցիաներ բան չարեցին Կալուգացի ընտանիքի։ Սերժ Սարգսյանի նկարը ինչու չեք տպել ճղել մեջտեղից, հա՞։ Չեք կարող ձեր շեֆի նկարը ճղեիք, հա։ Ուժեղ տղերք։ Այդ ժամանակ երևի այդքան ուժեղ չէ։ Այս ինձ թվում է այս նույն տարիներն է, որ Սերժ Սարգսյանի դաչան եւ կաբինետը ռեմոնտ արեցին։ Կալուգացի օլիգարխներ չէ, այն ժամանակ ռեմոնտ արել Սերժ Սարգսյանի աշխատասենյակը։ Իդեպ ես եղել եմ շատ անճաշակ ռեմոնտ են արել։ Դե այլ բան սпасել չէր էլ կարելի, հատկապես այդ մարդկանց դեմքները նայելով։ Դե ինչ, սիրելի գործ։ Հիմա հասկացաք ինձ թվում է թե ով է ադրբեջանցի բերողը եղել Հայաստան, ովքեր են սուսուփուս կամակատարի պես գլուխները կախ լսել ու ծափ տվել Սերժին այդ ժամանակ։ Սիրելի ժողովուրդ, 3 հանրապետության հրապարակում տեղի է ունեցել նախադեպը չունեցող մի սրբապիղծ գործողություն։ Կալուգացի օլիգարխի թիմը իր ամփոփիչ հանրահավաքի ժամանակ Հայաստանի գլխավոր հրապարակում էկրանի վրա միացրել է ադրբեջաներեն խոսք, երգ, երաժշտություն, որը ստեղծված է իրենց հիվանդագին երևակայության կողմից, որը իրականության հետ ոչ մի կապ չունի եւ որի նպատակն է ձեզ ահաբեկելու, որպեսզի դուք գնաք եւ ընտրեք իրենց։
Հասկանում եք։ Եվ այս մարդիկ մեզ մեղադրում են իբր 300,000 ադրբեջանցիներ Հայաստան բերելու մեջ, բայց իրենք ստեղծում են կեղծ գոյություն չունեցող ադրբեջաներեն տեսանյութեր եւ դա տեղադրում են իրենց հանրահավաքի ժամանակ ձեզ ահաբեկելու համար, ժողովուրդ։ Սա ուղղակի մեծագույն քաղաքական սրբապղծություն է։ Հայաստանը չի ունեցել այսպիսի եղկելի անբարոյական ընդդիմություն, որքան որ այսօր ունի, ժողովուրդ։ Եվ պատկերացնում եք ինչ կլինի, եթե հանկարծ այս մարդիկ Հայաստանում իշխանություն զավթեն։ Դուք պատկերացնում եք, իրենք ահաբեկելուց, սպանելուց, թալանելուց բացի ոչ մի բան չգիտեն։ Մարդակերների մի համախումբ, որի նպատակը հերթական անգամ ժողովրդին ստրկացնելու ճորտ դարձնելն է։ Սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին մեկ մարդու պես գնացեք ընտրության։ Տեր կանգնեք խաղաղությանը։ Տեղեկացրեք ձեր ընկերներին։ Ուղարկեք այս տեսանյութը ձեր հարազատներին։ Տեր կանգնեք ազատությանը, տեր կանգնեք ինքնիշխանությանը, տեր կանգնեք պետությանը։ Հələ մի քանի անուններ հիշեցնեմ. Գեներալ Մանվել եւ գեներալ Սեյրան, Կոտայքում Գագիկ Ծառուկյան, Լոռիում Սամվել Դարփինյան, Շիրակում Վարդանիկ եւ Մարտունիկ, Սյունիքում Լիսկա, Ավանում Նեմեց Ռուբո, Հայաստանում Սաշիկ եւ որդիներ, Բանանի Միհրան, Չորնի Գագո, Սերժի Վաչո, Տոտաշիրի եղբայր Կարեն Կարապետյան։ Իսկ թվում է այս անունները չեք մոռացել։ 18-ից առաջ մարդիկ տանից դուրս գալուց աղոթում էին, որպեսզի սրանց չհանդիպեն, սրանց ախրանիկներին չհանդիպեն, որևէ տեղ ծնունդ, կնունք, միջոցառման գնալիս սրանց չհանդիպեն, որովհետև երբեմն այդ հանդիպումը ճակատագրական եւ ողբերգական է լինում։ Եվ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը չի ուզում վերադառնա 18-ից առաջ եղած բարքերին։ Եվ հետեւաբար 2026-ին գնում ենք ընտրատեղամասեր, գլուխներս բարձր, դուխով քվեարկում ենք 16-ին։ Չփոշիացնեք ձայները։ Լսենք ու տարածենք։ Սա չափազանց կարևոր է։ Լսենք ու տարածենք։ Դե հիմի չի հայտնի, ինքն հիմի իրան պետք չի որ հայտնի։ Այդ ինտերվյուներից հետո պատենով եղած ձեներն չփախն իրա դրան։ Դե ակաշինն է, 3 ուժներ, կոչայդա դոտ, աշիտ միանալու են իրար, բայց հիմի իրանց մեջ էլ ակարիվ կետա, ինչ իմար, լիդերի կռիվն է, որ ուժը շատ ձեն տարա։ Այս ձայնագրությունը հրապարակել է հակակոռուպցիոնը։ Այս ձայնագրությունը արվել է Քոչարյանի շտաբում։ Քոչարյանի շտաբում խոսում են նրա մասին, որ իրանց բառերով ասած Դոդը, Բութ Ծառուկյանը, Քոչարյանը եւ Սամոն միանալու են իրար ընտրություններից հետո։ Սա չափազանց կարևոր է։ Եթե միջև այս պահը չկար հաստատված նրանց կողմից նմանատիպ բան, ապա հիմա սա առավել քան հստակ է։ Սրա մասին խոսում են իրենց շտաբի պետերը։ Նախ տարածեք այս տեսանյութը, պարտադիր տարածեք այս տեսանյութը, որ չլինի մարդ, որ չիմանա սրա մասին, որ սրանք բոլորը նույնն են ու իրենց շտաբներում են խոսում սրա մասին։ Երկրորդ, միակ հակաքայլը սրա դեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընտրելն է։ Թույլ չտաս, որ քեզնից գողանան քո երկիրը։ Թույլ չտաս։ Քվեաթերթիկ 16 տարածիր տեսանյութը։ Սա չափազանց կարևոր է։ Լսենք ու տարածենք։ Դե հիմի չի հայտնի, ինքն հիմի